Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում Աբովյան Թոքն է եւ ես Արման Աբովյանը։ Մեր նախորդ հաղորդումից հետո բազմաթիվ նամակներ եմ ստացել։ Շնորհակալություն ձեր նամակների համար, ձեր անտարբեր չլինելու համար։ Այ դրա համար առանձնահատուկ ուզում եմ ձեզ բոլորին շնորհակալություն հայտնել։ Գիտեք, նախորդ հաղորդման հարցերի մեջ բավականին շատ էր արտացոլվում եւ արտահայտվում Եվրոպայի հետ կապված հարցեր, այսինքն հարցեր ցակում, իսկ ինչի համար է Եվրոպան այնպիսին, ինչպիսին կա, ինչի համար Եվրոպան իրեն թույլ է տալիս այնպիսի քաղաքականություն վարի, որը կարծես թե չի տեղավորվում եվրոպական հումանիզմի, եվրոպական առհասարակ տեսլականի մեջ եւ տեսլականի ներքո։ Հետաքրքիր է։ Այդ հարցի շուրջ մենք այսօր անպայման կզրուցենք։ Եվ այո, այսօր նաև կզրուցենք Մինսկի խմբի մասին, ավելի ճիշտ այն փաստաթղթերի փաթեթի, որը հրապարակվել էր, բանակցային գործընթացի մասին է խոսքը գնում Արցախյան, եւ ինչի համար էր կարևոր Թուրքին եւ Ադրբեջանցուն լուծարել Մինսկի խումբը, ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Եվ Եվրոպայի, եվրոպական գործընթացների մասին, Եվրոպայի իրական դիմագծերի մասին կզրուցենք քաղաքագիտության մագիստրոս Լևոն Ուրումյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ուրումյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք այսօրվա իմ հրավերը, որովհետև հարգելի հեռուստադիտողներ, այսօր ոչ տիպիկ զրույց է լինելու մեզ մոտ։ Այսօր լինելու է մենք փորձենք միասին ձեզ հետ որակավորումներ, ինչու ոչ, հա, տալ կամ որակավորումները հասկանալ նույն եվրոպական քաղաքական, հա, մշակույթի, որ այսօր կա, Եվրոմիության, ինչու ոչ, հա, ներքին գործընթացների, որոնք տեղի են ունենում, որովհետև հաշվի առնելով այն ամեն ինչի մասին մենք խոսում ենք, ի վերջո Հայաստանը հայտարարել է, որ ինքը գնում է, հա, դեպի Եվրոմիություն կամ եվրոստանդարտներ։ Եվրոմիությունը իր հերթին ասում է, ես այնքան եմ հայրին սիրում, որ պատրաստ եմ առավոտից իրիկուն հայրին աջակցեմ եւ այլն, բայց դե մի հատ սանկցիա մտցրեք Ռուսաստանի դեմ, то չգիտեմ, աննորմալ շնորհենքներ ընդունեք, հա, երբ որ կոռեկտ եմ ուզում արտահայտվեմ, պարոն Ուրումյան, հա, աննորմալությունը դառնում է նորմա եւ այլն։ Բայց ի վերջո, պարոն Ուրումյան, ինչ այսօր Եվրոպան, եթե մենք ունենք մեր Եվրոպայի յուրովի պատկերացումը, մենք հայերս, համապատասխանում է մեր պատկերացումը հավաքական, դուք գիտնական եք, վստահաբար դուք ուսումնասիրել եք, եւ այն իրականության հետ, որը կա։ Նախ եւ առաջ շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն այս հնարավորության համար։ Ну իհարկե պետք է ասել, որ այսօրվա մեր պատկերացումները Եվրոպայի, այսօրվա Եվրոպայի հետ կապված ոչ մի ընդհանրություն չունեն այն Եվրոպայի հետ, որը որ իրականությունում գոյություն ունի։ Ինչպես ճիշտ մի անգամ ասվեց, այսօրվա Եվրոպան դա Մոցարտի, Բախի, Շոպենհաուերի, Նիցշեի Եվրոպան չի։ Անգամ Վիլի Բրանտի, Հելմուտ Կոլի, Մարգարետ Թետչերի Եվրոպան չի, Ժակ Շիրակի Եվրոպան չի։ Այսօրվա Եվրոպան դա Կոնչիտա Վուրստի Եվրոպան է։ Այդ ձևի Եվրոպայի աշխարհն է, որը փորձում են ցավոք սրտի բերել մեր երկիր։ Նախ եւ առաջ այդ ձևի Եվրոպան խորապես հակաքրիստոնյա է, ինչը խորապես հակասում մեր ազգային արժեքներին։ Երկրորդը պետք է հասկանալ, որ այսօրվա Եվրոպան ոչ միայն արժեքների տեսակետից ոչ մի կապ չունի նախկինում գոյություն ունեցող Եվրոպայի հետ։ Նախկինում գոյություն ունեցող Եվրոպան ինչ որ մի կոնկրետ միություն չի եղել, նրանք տարբեր սուվերեն երկրներ են եղել, որոնք որ անգամ մրցակցել են, պատերազմել են միմյանց դեմ։ Դուք ասում եք եղել, հիմա չկա։ Իհարկե ոչ, ցավոք սրտի Եվրոպական միության հենց նպատակն էլ ապազգայնացումն է, այսինքն եվրոպական երկրների, Եվրոմիության անդամ դառնող երկրների ուրեմն սուվերենությունը կարճելու, այսինքն նրանց քաղաքական, սոցիալական, տնտեսական սուվերենության կարճումն է, իրենք բոլորին մի ինչ որ sense կույտի մեջ բերելը եւ այդ ամեն ինչը մեկ գլոբալիստական մեխանիզմի կցորդ դարձնելն է, հիմնականում Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարության տակ։ Եվ բնականաբար սպանվում են բոլոր, ասենք, ազգային, ասենք, կրոնական, մշակութային առանձնահատկությունները։ Ողջույն, դուք հիմա նկարագրում եք
Հա, մեզ մոտ ազատ զրույց է։ Դուք հիմա նկարագրում եք դասական նեոլիբերալ ֆաշիզմի պատկերը, ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ։ Հիմա եթե տեսեք ես սենց ասեմ, այս ուղղությամբ ես վիճելու ձեզ այդ վիճաբանելու բան չունեմ, բայց այստեղ կրկին պատրանքների մասին խոսենք։ Հիմա մարդիկ, ովքեր ձեզ նայում են, կասեն հետևյալը. դե լավ, բա որ Եվրոպան այդքան վատն է, պայմանական, հա։ Բա ինչի համար նույն Եվրոպայում, սենց ասենք, բոլորը ուզում են գնան Եվրոպա, դե լավ։ Նախ-ի-առաջ ինձ շատ սխալ կլինի մտածել, որ բոլորն են ուզում գնան, իսկ այն մարդիկ, ովքեր որ ուզում են գնան, շատ անապահով երկրներից, ուզում են գնան այնտեղ ոչ թե նրանց ինչ որ արժեքները կամ բարքերը, ասենք, ընդօրինակելու համար, զուտ տնտեսական բարիքներից օգտվելու համար, այսինքն զուտ նյութապաշտական ասենք նպատակներից են ելնում։ Այդ նույն աֆրիկացիները կամ ասենք արաբական երկրներից այդ հազարավոր միլիոնավոր այդ էմիգրանտները գնում, իրանք չեն գնում այնտեղ լիբերալ դառնալ, լիբերալ դեմոկրատ դառնալու համար։ Իրանք զուտ գնում են նպաստների վրա են նստում կամ ասենք ինչ-ինչ նյութական ֆինանսական բարիքներից են օգտվում։ Իրանք չեն ասիմիլացվում։ Հիմնական այ խնդիրը այսօր որ Եվրոպան կանգնել այդ միգրացիոն այդ հոսքն է։ Այդ միգրանտները չեն ասիմիլացվում, նրանց նման չեն դառնում։ Եվ հաշվի առնելով որ այսօր վարով դա նաև հակաքրիստոնեական արժեքների արդյունքում այսօրվա եվրոպացիները բացասական ծնելիություն ունեն, իսկ էմիգրանտների մոտ այդ խնդիրը չկա։ Եվ մի գեղեցիկ օր այդ նույն սպիտակ եվրոպացիները, եթե այսպես շարունակվեց, դառնալու են փոքրամասնություն իրանց իսկ հարազատ երկրում։ Մի շատ լավ արտահայտություն կա, ասում է հեղափոխության վրա են ասում է հեղափոխությունը խժռում է իր զավակներին, հա, այս պարագայում կարելի ասել լիբերալ ֆաշիզմը խժռում է իր ջաթագովներին, բայց այստեղ շատ հետաքրքիր մի առանձնահատկություն կա։ Մանես չստացվի նստել Աբովյան ու Ուրումյանի հետ ու տենց Եվրոպային քլնգում է, այդ խեղճ ու կրակ եվրոպացիները եւ այլն։ Տես չեմ ուզում որ լինի։ Ես ուզում եմ որ մենք լինենք մաքսիմալ բաց մեր հեռուստադիտողների համար։ Տեսեք, Եվրոպան ունի լրջագույն սոցիալական պահպանման համակարգ։ Այսինքն, ընդեղ ժողովուրդը թե թոշակների, թե սոցապահովման, թե բժշկական ապահովման, թե այդ բոլոր ապահովման փաթեթի մեջ ու պայմանական, հա, Շվեդիա, Նորվեգիա, Ֆրանսիան վերցեն, Գերմանիան վերցեն եւ այլն, իրենք անվտանգ են, այսինքն ապահովված են։ Մի կարծիք է լսես, միգուցե լիբերալ ֆաշիզմի, հա, լեզուս չի ֆորում, ասեմ դրական կոմը։ Բայց միգուցե հենց լիբերալ ֆաշիզմն է տալիս, այսինքն բացարձակ լիբերալիզմն է տալիս այն սոցիալական արտոնությունները, որոնք ունեն եվրոպացիները։ Ես ինձ ասեմ, նախ-ի-առաջ եկեք որպեսզի մեր լսողները որպեսզի ամեն ինչ հասկանան ճիշտ, եկեք մի հատ սահմանենք ֆաշիզմ հասելով ինչ ենք հասկանում։ Շատ մարդկանց մոտ ֆաշիզմ հասկացողությունը միայն տարածում է Ադոլֆ Հիտլերի եւ նրա կողմնակիցների, ասենք, սահմանը։ Ոմանց մոտ էլ Մուսոլինի։ Հա, այս ցավոք սրտի 45 թվականից հետո ֆաշիզմի հասկացողությունը շատ արագ սահմանափակվեց նացիզմով։ Նացիզմի հասկացողությունը շատ արագ սահմանափակվեց Ադոլֆ Հիտլերի եւ իր մտերիմների մաքսիմում Մուսոլինիի, ասենք, սահմաններում։ Դա էլ իրեն հերթին սահմանափակվեց զուտ հակասեմիթականության, հակահարեական ինչ որ ծայրահեղականությամբ։ Պետք է բացատրել, որ նախ-ի-առաջ նացիզմն ու ֆաշիզմը դա միշտ չէ որ հոմանիշներ են։ Նացիզմը դա ֆաշիզմի արտահայտության ամենածայրահեղ տեսակն է։ Դա ամենածայրահեղ ֆաշիզմն է։ Ֆաշիզմը ծնունդ է ի հայտ եկավ, ծնվեց ոչ թե նացիզմի տեսքով, այլ տեսքով։ Ֆաշիզմում նախ-ի-առաջ պետք է հասկանալ, ու դա շատ համատարած սխալ է։ Մարդիկ կարծում են, որ ֆաշիզմը նախ-ի-առաջ գերակայության գաղափարախոսություն է։ Գերակայության գաղափարախոսությունը դա հետևանք է, ոչ թե հիմք։ Հիմքը ֆաշիզմի դա խոշոր կորպորատիվ, խոշոր ֆինանսական կապիտալի գերիշխանությունն է, այսինքն եթե պրիմիտիվ լեզվով արտահայտենք, դա օլիգարխիան է, բայց որպեսզի ստեղ էլ սխալ չլինի, որպեսզի մարդիկ չմտածեն, որ օլիգարխիան դա ֆաշիզմ է, ոչ, այն օլիգարխիան է ֆաշիզմ, որը դառնում է տոտալիտար համակարգ։
այսինքն այն օլիգարխեն, այսինքն ինչ է նշանակում օլիգարխը, երբ որ խոշոր ֆինանսական կապիտալը սերտաճված է պետության հետ, կամած կլանում է պետությունը, պետական համակարգը եւ փաստորեն տնօրինում է պետությունը, սերտաճվելով պետության հետ։ Պետական այրերը, պետական գործիչները ընդհանրապես խամաճիկներ են այդ խոշոր բիզնեսի, խոշոր ֆինանսական կապիտալի ձեռքերում։ Ֆաշիզմը դա դառնում այն ժամանակ, երբ որ այդ օլիգարխիկ համակարգը դառնում է տոտալիտար, այսինքն ամբողջ պետական համակարգը եւ հասարակությունը ենթարկվում են տոտալ հսկողության, այսինքն ամեն ինչ քաղաքականացված է եւ գաղափարային, ասենք, մեյնսթրիմի ենթարկված, ով ինչ մտածեց, ով ինչ ասաց, ով սոցիալական կայքերում ինչ գրեց, ամեն ինչ քաղաքականացված է, բոլորին հսկում են, հեռախոսները, ասենք, լսում են, սոցիալական ցանցերը հսկվում են, այսինքն տոտալ հսկողություն է, այդ է ֆաշիզմը, բազայական ֆունդամենտալ ֆաշիզմը ինչպիսին է։ Եթե դուք երբևիցե կարողանաք ձեռք բերել ինչ-որ մի հանրագիտարան, ասենք 20-ական, 30-ական թվականների, ու նայեք ֆաշիզմի ձևակերպում, դուք կզարմանաք, այնտեղ ցեղասպանության, պատերազմի, ինչ-որ մասսական սպանությունների հետ ոչ մի ընդհանուր դուք բան չեք գտնի։ Դա խոշոր ֆինանսական կապիտալի տոտալիտար գերիշխանությունն է։ Հիմա հասկանանք տոտալիտարիզմն ինչ է։ Մարդիկ շատ անգամ տոտալիտարիզմը իմիջիայտ ավտորիտարիզմի հետ են խառնում։ Տոտալիտարիզմի գլխում անպայման չի, որ ինչ-որ մի կոնկրետ ինչ-որ լիդեր լինի։ Դա կարող է ինչ-որ մարդկանց խումբ լինի, խունտա լինի, ասենք օրինակ։ Տոտալիտարիզմը դա այն համակարգն է, որը հիմնվում է 3 ֆունդամենտալ, մինիմալիստական, եթե տեսնենք, սյուների վրա։ Դա ծայրահեղականության հասած ունիվերսալիզմն է, ունիլատերալիզմն է, ունիվերսալիզմն ու աբսոլյուտիզմը։ Եկեք դրանք բացենք։ Ունիլատերալիզմը ինչ նշանակում, միակողմանիություն, այսինքն համակարգը միակողմանի ձևով պարտադրում է հասարակության վրա մի մտածողության մոդել, մի աշխարհայացի մոդել, մի պահվածքի մոդել, մի պետական քաղաքական համակարգի մոդել։ Այսինքն էս է ժողովուրդ ջան, դուք ասենց պետք է մտածեք, այս միակ մտածելու լեգիտիմ ձևն է, ուրիշ մտածելու կերպ չկա։ Սա միակ պահվածքն է, ուրիշ պահված չկա։ Սա միակ աշխարհայացն է, որ դուք կարող եք ունենալ, ուրիշ ու այս միակ պետական քաղաքական համակարգն է։ Ու միևնույն ժամանակ այլընտրանքային, ասենք, ինչ որ մի տարբերակ գլխանց նվաստացվում է, ճնշվում է եւ մերժվում է։ Ունիվերսալիզմը ծայրահեղ, այսինքն համակարգը պահանջում է, որ վերոհիշյալ այս դրվածքը պետք է ունիվերսալ ձևով, այսինքն բոլորի կողմից անխտիր պետք է ընդունվի։ Ու ծայրահեղ աբսոլյուտիզմը, այսինքն նա պահանջում է, որ վերոհիշյալ համակարգը ուրեմն անկասկած, առանց որևիցե քննարկման վիճարկման բոլորի կողմից պետք է ընդունվի, այսինքն սա քննարկման վիճարկման ընտրության հարց չի, սա պարտադրողական է կրում։ Այսինքն, որպեսզի մարդկանց օրինակ բերեմ, օրինակ այդ արևմուտքում շատ ընդունված է այսպես կոչված քաղաքական կոռեկտությունը, պոլիտկորեկտնեստ։ Դա այդ տոտալիտարիզմի բացից դրսևորումներից մեկն է։ Այսինքն ունենք մի իրավիճակ, երբ որ գեղեցիկ բառերի ներքո թաքնվում են իրականում, տեսեք, ցավոք ժամանակը սպառվում է, որովհետև ֆորմատը 20 րոպե է մեր հաղորդման, բայց այնուամենայնիվ չեմ կարող այդ հարցը չտալ։ Տեսեք, եթե հակիրճ երազած կամ պատրանքների ներքո ձևավորված Եվրոպայի տեսլականը հայկական հասարակության մեջ եւ իրական Եվրոպան, ինչքան է տարբերությունը։ 180 աստիճանով։ Ոչ մի ընդհանրություն չկա։ Մարդիկ պատկերացնում են Եվրոպան այսօրվա հոլիվուդյան կամ ինչ-ինչ եվրոպական կինոների, տեսաֆիլմերի հիման վրա։ Դա ոչ մի ընդհանրություն չունի իրական Եվրոպայի հետ։ Ես դա ասում եմ որպես մարդ, որը ոչ միայն բազմոցս այնտեղ եղել, այլ նաև այնտեղ ապրել եւ սովորել է։ Այնտեղ հանդուրժողականություն, որևիցե այլակարտության վերաբերյալ հանդուրժողականություն չկա այնտեղ։ Այսօրվա լիբերալների համար ֆաշիստը, ում իրենք այդպես անվանում են, դա այն մարդը չի, ով համակրում է Ադոլֆ Հիտլերին կամ Մուսոլինին կամ տենց ինչ-որ մի բան։ Այսօրվա լիբերալների համար շատ անգամ ֆաշիստը դա այն մարդն է, պահպանողական ավանդական հայացքների տեր մարդն է, ով որ չի կիսում լիբերալ, այսպես կոչված լիբերալ արժեքներ։ Մանավանդ եթե այդ մարդը տղամարդ է, ով որ ունի նորմալ սեռական կողմնորոշում, ով որ սպիտակամաշկ է, ով որ քրիստոնյա է։ Եթե դուք սպիտակամաշկ, նորմալ սեռական կողմնորոշում ունեցող քրիստոնյա տղամարդ եք, դուք արդեն ֆաշիստ եք։ Իրենց աչքերում։ Իրենց աչքերում։ Իրենց աչքերում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Օրոմյան։ Չափազանց հետաքրքիր զրույց ստացվեց։ Կարծում եմ, որ կարիք կա այս զրույցը ավելի շարունակել, որովհետև
բազմաթիվ հարցեր են ծագում, որոնց շուրջ այո պետք է խոսել եւ այո, Ժորժ ջան, ուրեմն շատ կարեւոր է թացը չորից տարբերել։ Իմ համար Եվրոպան իմ երազած, իմ Ձյումայի գրքերի, հիման վրա տարբեր, մենք բոլոր այո, քրիստոնյա Եվրոպան ավարտվեց այն պահին, երբ որ որոշ եվրոպական երկրներում բացվեցին օրինակ մանկապիղծների կուսակցություններ։ Ու դա դեռ նախորդ դարի 60-ական, 70-ական թվականներից։ Կամ նույն Եվրոպայում այսօր բազմաթիվ քաղաքներում սուրբ ծնունդը չեն տոնում, որովհետև դա պոլիտ կոռեկտ չի, քաղաքական կոռեկտությունից դուրս։ Այնուամենայնիվ ամենակարևորը մենք ճիշտ հետևություններ անենք եւ այո, պարոն Ուրումյանի հետ կշարունակենք մեր զրույցը։ Հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր չափազանց կարևոր եւ հետաքրքիր զրույց ունեցանք քաղաքագիտության մագիստրոս Լևոն Ուրումյանի հետ։ Արցախի հիմնախնդիր։ Կա երկու կարծիք։ Կարծիք համար 1, որ Արցախը շանսեր չուներ անկախության եւ այնինչ 30 տարվա ընթացքում կատարում էր դա ընդամենը ֆիկցիա էր, եւ կա այլ կարծիք, որ Արցախը դե ֆակտո արդեն իսկ անկախ էր եւ այո, ես որ համաձայն եմ այդ մտքի հետ եւ բազմաթիվ անգամ ասել եմ, որ Արցախի հարցը դե ֆակտո լուծված էր եւ պետք էր ընդամենը իրավական, հիմքերի վրա դրվեր։ Այս հարցի շուրջ զրուցելու ենք Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միրզոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։ Տեսեք, չի դադարում այն փաստաթղթերի քննարկումը, որը հրապարակվել էր իշխանության կողմից կապված բանակցային գործընթացի հետ, մասնավորապես Մինսկի խմբի, այդ պատրաստված առաջարկները, ճիշտ է, հրապարակված փաստաթղթերը ցավոք չեն արտացոլում այն ամբողջ ծավալը, գործընթացի, որը տեղի ունեցել, դե ճիշտ է խոսանք, կծկտուր մի քիչ ինֆորմացիա էր, բայց այնուամենայնիվ երկու կարծիք կա։ Ես ճիշտ ասած չգիտեմ ոնց է ձևավորում այդ երկու կարծիքը, որովհետև փաստաթղթի մեջ երբ որ կարդում ես ինչա գրած, ամեն ինչ շատ պարզ ու հստակ հասկանալի է։ Առաջինը, որ ավելի առարկայական լինի մեր զրույցը, բոլոր փաստաթղթերը, բոլոր անխտիր, հրապարակված իշխանության կողմից ցույց են տալիս հետևյալը, որ Արցախը ոչ մի պարագայում չէր դիտարկվում որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, որի շրջանակներում պետք է պայմանական ինքնորոշվեր Արցախը։ Արցախի ինքնորոշման դե յուրե ինքնորոշման, միջազգային ատյանների կողմից ընդունելի ինքնորոշման գործընթացը, շատ պարզ եւ հստակ գրված էր, որ պետք է լինեն հանրաքվե պետք է լինի, որը շատ կարևոր է, պետք է պարտադիր կատարման եւ պարտադիր ընդունման, սենց ոնց որ բաներ ուներ, բաղադրիչներ ունեն։ Չեմ կարող չմեջբերել Ադրբեջանի Ալիևի, Ադրբեջանի ղեկավար Ալիևի խոսքերը, որ իրեն փակ դռների ետևում տենց ստիպում էին ընդունել Արցախի անկախությունը, ինչին ես հավատում եմ, այո, որտեղ դե ֆակտո անկախ։ Ես նույնպես։ Այո։ Հիմա երկու կարծիք, մի կարծիքը ասում է, տեսեք, կարդացեք փաստաթղթերը։ Տված էր Արցախը, մի կարծիքը ասում է, կարդացեք փաստաթղթերը, ոչ մի ձևով Արցախը չէր կարող տեղավորվել Ադրբեջանի կազմում։ Հիմա ճշմարտությունը որտեղ է։ Ճշմարտությունը իր տեղում է։ Նայեք, այդ թեմային արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալ, ցավում եմ, որ երևի կրկին ստիպված կլինեմ կրկնվել, բայց դե այսինքն ավելացնելու բան չունեմ։ Այստեղ մի քանի անկյան տակ է պետք նայել։ Նախ ինչու է փաստաթղթերը հրապարակվեցին այսօր, այսօր ասած տակավին վերջերս։ Ինչու ոչ 18 թվականին, երբ որ նոր իշխանության եկած կառավարությունը
իմիջիալոց ակնարկում էր, որ բոլոր այդ փաստաթղթերը պետք է հրապարակվեն, որ հանրությունը ծանոթանա եւ խոստանում էր, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների իրենք բացարձակ են աշխատելու, հանրությունը տեղեկացված է լինելու իրենց յուրաքանչյուր քայլի մասին եւ այլն։ Այդ առումով դա գիտեք, ինձ մի քիչ հիշեցնում էր 17 թվականին, երբ որ բոլշևիկները եկան իշխանության, առաջինը ինչ որ արեցին իրենք արտաքին քաղաքականության ոլորտում, հենց դա նախորդ իշխանությունների օրոք ստորագրված տարբեր միջազգային փաստաթղթերի, բանակցային թղթերի հրապարակումն էր։ Մինչև օրս էլ ճիշտ է, դա ռարիտետ է, դժվար է գտնել, բայց գրադարաններում այդ գրքերը կան, բազմահատորյակ էր, որտեղ հրատարակում է սկսած Նիկոլայ Առաջինից հրապարակված թղթերը։ Հիմա մոտավորապես մեր իշխանությունները այդպիսի բոլշևիկյան քայլի են պատրաստվում գնալ, հետո ինչ-որ մի բան փոխվեց եւ փաստաթղթերը հրապարակվեցին տակավին վերջերս եւ այդ ամենը հաշվի առնելով իմ մոտ ստույգ կարծիք է ձևավորվել, որ դա բացարձակ կապ չունի բանակցային գործընթացի պատմությունը վերանայելու, այսպես ասած ճշմարտությունը վերհանելու, հանրությանը տեղեկացնելու ձգտումների հետ, սա ավելի շատ մենք պետք է դիտարկենք այն հայտնի փաստի համատեքստում, որ ընդամենը կես տարի հետո Հայաստանում մենք ունենալու ենք ընտրություններ եւ ներկայիս իշխանությունները, ներկայիս վարչակազմը չի ուզում որևէ նոր քարոզչական հնարք հնարի, այլ փորձում է կրկին օգտագործել այն հին հնարքը, որ նախկինները ամեն ինչ տանուլ են տվել եւ միայն մենք կարող ենք շտկել անցյալի սխալները։ Չէ, դե ասում են ներողություն, որ ընդհատում եմ, ասում են հետեւյալը, որ ամեն ինչ հանձնած, всё было։ Որ ասում ամեն ինչ հանձնած էր մինչև մեզ, մենք տարբերակ չունեինք, մեզ անելանելի վիճակի մեջ էինք։ Հա, դե դրա համար պետք չի նախկիններին թույլ տալ վերադառնալ իշխանության, որտեղ հա, դե այդ նարատիվը մենք իրենք իրենց բնավորության համաձայն կրկին ամեն ինչ կհանձնեն։ Հա։ Դա մեկ, երկրորդ հանգամանքը ինձ մոտ օրինակ իրոք շատ մեծ զարմանք է առաջացնում այդ յուրատեսակ, գիտեք, ֆետիշիզացումը բանակցային փաստաթղթերի։ Ահա մենք փաստաթուղթ ունենք, որ փաստաթղթի մեջ ամեն ինչ գրված է եւ այլն, հետո հիշեցնեմ ձեզ, որ այս տարվա օգոստոսից մենք փաստաթուղթ ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, հա, այսպես կոչված նախաստորագրված, որը նախաստորագրված է բարձր հովանու ներքո եւ այլն, դուք ուզում եք ինձ ասել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններ կարգավորվել են։ Ոչ, այսինքն փաստաթղթի արկայությունը հանգեցնում է այդ հակամարտության, այդ խնդրի կարգավորմանը, բացարձակ։ Այստեղ կա մի քիչ պրիմիտիվ մոտեցում։ Ну, ես հակված չեմ ասել, որ այնքան անգրագետ են, որ չեն հասկանում, թե ինչ է բանակցային գործընթացը եւ ինչ նպատակներ են հետապնդում, ավելի ճիշտ հանրության մոտ ուզում են կարծիք ձևավորել, որ տեսեք, ինչ որ փաստաթուղթ է եղել, որտեղ ամեն ինչ, որով ամեն ինչ ծախվել է։ Ընդ որում այդպես չի, երբ որ կարդում ես փաստաթուղթը։ Եկեք մի կողմ թողնենք, նույնիսկ եթե փաստաթղթերը ահավոր են եւ այլն, եկեք մենք այլ անկյան տակ նայենք, հա։ Խնդիրը ինչու՞մն է։ Ցանկացած փաստաթուղթ պետք է դիտարկել որոշակի համատեքստում, որոշակի դինամիկայի մեջ, հա։ Երբ որ խոսում ենք Ղարաբաղյան, Արցախյան բանակցային գործընթացի մասին, եկեք դիտարկենք, հա, սկսած 90-ական թվականներից։ Մենք սկսել ենք նույնիսկ ոչ թե զրոյական կետից, այլ մինուս զրոյական կետից, որտեղ հիշում եք առաջին նախաձեռնությունները, որոնք ուղղված էին Արցախյան հիմնահարցի կարգավորման կամ ինչ-որ բանակցային գործընթացի սաղմնային վիճակում ձևավորման, դեռևս Խորհրդային Միության օրոք, հա, այսպես կոչված Ժելեզնավոսկի նախաձեռնություն կար, պարսկական նախաձեռնություն կար եւ միայն դրանից հետո ի հայտ եկավ ԵԱԿ-ի շրջանակներում, ԵԱԽ-ի այն ժամանակ այդ նախաձեռնությունը, որը այնուհետ վերածվեց Մինսկի գործընթացի, մենք այդ ստիպված էինք պայքարել առաջի տարիներին շատ մի կարևոր կարծրատիպի դեմ, քանդվել էր հսկայական մի կայսրություն, Խորհրդային Միություն, Խորհրդային եւ
համաշխարհային ուժերի մոտ կար մեծ մտավախություն, որ այդ քայքայման գործընթացը կարող է չավարտվել միայն 15 հանրապետություններով, այլ ավելի խորը գնալ, եւ դա յուրատեսակ մի մղձավանջ էր այն ժամանակվա քաղաքական գործիչների մոտ, որ Խորհրդային Միությունը կարող է անverջ փլուզվել, տրոհվել, հայտնվեն նորանոր պետություններ, որոնք չափից դուրս վտանգավոր են լինելու, որտեղ չմոռանանք, որ Խորհրդային Միությունը այն ժամանակվա միջուկային զենք ունեցող երկիր էր, եւ այդ պատճառով ցանկացած հակամարտություն հետխորհրդային տարածքում այն ժամանակ դիտարկվում էր միայն տարածքային ամբողջականության սկզբունքի դա 90-ականների սկիզբը 90-ականների մասին, դա գաղտնիք չէ։ Մինսկի գործընթացը Մինսկի գործընթացն սկսվեց հենց քննարկումների շրջանակում, թե ինչպես կարող ենք պահպանելով տարածքային ամբողջականության սկզբունքը փորձենք բարելավենք Արցախի բնակչության կարգավիճակը, հա։ Նայեք առաջին փաստաթղթերը, այդ փուլային, փաթեթային, ընդհանուր պետություն եւ այլն, դրանց կորիզը տարածքային ամբողջականությունն է։ Պահանջվեց հսկայական աշխատանք, որը կամ չեն հասկանում, կամ միտումնավոր նսեմացնում են, որպեսզի մենք կարողանանք հասնենք նրան, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կորցրեց իր այս սակրալ նշանակությունը եւ միջնորդները գնացին այլ ճանապարհով, ուղի որոնել, թե ինչպես կարող են համադրել տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Եվ դա այդ ճանապարհը գտնվեց այսպես կոչված մադրիդյան սկզբունքների շնորհիվ, հա, որտեղ նախատեսում է դրա համար բավականին հստակ մեխանիզմ, դա պլեբիսցիտն է, որի արդյունքները պետք է ճանաչվեին եւ ընդունվեին ոչ միայն կողմերի, հակամարտության կողմերը, այլ նաեւ ողջ համաշխարհային հանրությունը։ Նայեք, մենք հսկայական գործընթաց ենք անցնել։ Հիմա երբ որ դու վերցնում ես ինչ փաստաթուղթ հանում ես, ասում ես, նայեք, այստեղ այսպիսի վատ նախադասություն կա եւ դա նշանակում է, որ վատ են աշխատել, դա նշանակում է, որ դու չես հասկանում, թե գործընթացը ինչ տրամաբանությամբ է գնացել։ Շատ հետաքրքիր է, որ ամենակարևոր փաստաթղթերից մեկը, այսպես կոչված Քիվեսյան փաստաթուղթը, այդպես էլ չհրապարակվեց եւ բանը հասել է զավեշտի, ուրեմն պաշտոնապես հայտարարվեց, որ մենք չունենք Քիվեսյան փաստաթուղթ։ Այսինքն ենթադրվում է, որ Քիվեսյան փաստաթուղթը անհայտացել է։ Այստեղ իմ մոտ միանգամից հարց է առաջանում, թե ինչպես հնարավոր է կայացած պետությունում կորցնել կարևորագույն բանակցային փաստաթուղթ։ Դա ես կարծում եմ ազգային անվտանգության հարց է եւ եթե մենք ունենայինք էֆեկտիվ աշխատող համապատասխան ծառայություններ, իրենք վաղուց ի վեր արդեն պետք է բացահայտեն, թե ով է եւ ինչ նպատակով է կորցրել այս փաստաթուղթը։ Դրա փոխարեն մեզ հրամցվում է ժամանակին թերթում հրապարակված ինչ-որ տարբերակ, որը ես ասեմ բավականին տարբերվում է օրիգինալից, որտեղ լավ փաստաթուղթը այսօր չկա, բայց դե հիշողությունով կա մարդկանց, որոնք կարդացել են այդ փաստաթուղթը, որոնք տեսել են եւ այլն։ Հա, ինչու է դա թաքցում, իմ կարծիքով, որտեղ Քիվեստը դարձավ կարևորագույն մի փուլ։ Քիվեստում կոտրվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության տաբուն։ Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց, որ պատրաստ է քննարկել իր տարածքից, որը նա համարում էր իր տարածք, հողերի զիջում։ Այսինքն այլևս խոսել, որ տարածքային ամբողջականություն դա սրբություն է, սրբոց եւ անձեռմխելի սկզբունք է, դա արդեն ծիծաղելի էր։ Հիմա ինչ մենք ունեցանք, ես չեմ ուզում ձեզ համոզել եւ ունկնդիրներին, որ իդեալական փաստաթղթեր ունեինք, բայց խոսքը գնում էր նրա մասին, որ ընթանում էր ծանր հետևական դիվանագիտական բանակցային գործընթաց, որը ինչ-որ մի փուլում ընդհատվեց շատ պարզունակ բացատրություններով, որ մենք պետք է սկսենք զրոյական կետից, որ մենք ասել ենք մեր նոր խոսքը եւ այլն, մինչ օրս այդպես էլ չկա հստակ բացատրություն, թե որն էր այն պատճառը, որ դրդեց
նորալուկ իշխանավորներին սկսել ամեն ինչ զրոյական կետից։ Իրականում ես էլ եմ ինձ այդ հարցը տվել, ներողություն, որ ընդհատում եմ, այդ զրոյական կետի առեղծվածը, հա, այսինքն դուք էլ չունեք, հա, պատասխան ինչով էր պայմանավորված զրոյական կետի ցանկությունը սկսել։ Չէ, ես ունեմ իմ բացատրությունը, բայց այդ բացատրությունը պետք է տան մարդիկ, որոնք այդ որոշումը ընդունեցին, հա։ Այսինքն ասել, որ ամեն ինչ այնքան վատ էր, որ մենք որոշեցինք զրոյական կետից սկսել, դա ուղղակի, ասենց ասեմ, մեղմ ասած ծիծաղել է։ Երբ որ մենք քննարկում ենք Արցախյան հիմնախնդիրը, ինձ հաճախակի հարց են տալի, ասում են՝ «Դե լավ, Աբովյան, հիմա թուղթ է, գրվել է, անցել է, գնացել է եւ այլն, հիմա ինչ իմաստ կա ինչ-որ բանի մասին խոսալ, քանզի դա արդեն անցյալ օրերի պատմություն է եւ այլն»։ Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետեւ process-ները իրենք շարունակվում են, չի ավարտվել ոչ մի բան։ Ախր չի ավարտվել, գիտեք, հարգելի հեռուստադիտողներ, երբ որ մեզ ասում են վերջ, պրծավ, այ Ժորժ ջան, նորա, գիտեք ոնց sense ասեմ, ինքը այլ փուլ է թևակողել, ավելի վտանգավոր փուլ է թևակողել։ Եվ այդ վտանգը չնկատել, ես իշխանության ընդդիմության մասին չեմ խոսում, հասարակ մեր մասին եմ խոսում, չնկատելը հավասարազոր է, գիտեք ինչի, որ քո տունը այրվում է, բայց քանի որ քեզ հաճելի չի նայել այդ հրդեհին, դու որոշել ես բակում սեղան գցել ու տեն ժողովրդի հետ քեֆ անել, բայց տունը այրվում է։ Եվ մինչև մենք չհասկանանք խորքային բուն process-ների պատճառահետևանքային բոլոր ելևէջները, մենք չենք կարող հասկանալ, թե իրականում հասկանալ, հա, թե մեզ հետ ինչ է կատարում եւ ինչ է մեզ սպասում։ Ես իզուր չէ Արցախի հանրապետության դրոշն է եւ ԵԱԿ-ի, հա, սիմվոլը։ Ես ուղիղ հարց եմ տալի պարոն Միրզոյան։ Առանց ինչ-որ դիվանագիտական ելևէջների, ինչի համար էր Ադրբեջանին պետք Արցախը օկուպացիայից հետո դե ֆակտո Արցախը հայության հանելուց, հա, դուրս մղելուց, ցեղասպանելուց, կեղեքելուց, մորթելուց հետո այնուամենայնիվ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին։ Ինչի էր պետք։ Նայեք, նախ այն որ հարցը չի ավարտվել, ես ձեր հետ լիովին համաձայն եմ։ Հարցը չի ավարտվել, հարցը մտել է մեկ այլ փուլ, որոշ առումներով սա շատ նման է անցյալ դարի 20-ական թվականների իրավիճակին, երբ որ կրկին ոչ բանակցային ճանապարհով, հա, նույնիսկ կարելի ասել բռնի ուժով հարցին տրվեց որոշակի լուծում, այն է Արցախը հանձնվեց խորհրդային Ադրբեջանին, ընդ որում ոչ օրինական ճանապարհով այնտեղ գտնվող ուրեմն Կարմիր բանակի ստորաբաժանումների ճնշման տակ, հա, եւ այլն, բայց այնուամենայնիվ հարցը կարծես թե լուծվել էր, համենայն դեպս այն ժամանակվա իշխանավորները համոզված են, որ գտել են հարցի վերջնական լուծում։ Բայց փորձը ցույց տվեց, որ դա ոչ թե լուծում էր, այլ հակառակը, դա հետաձգեց հարցը, հա, եւ հարցը կրկին ժայթքեց 70 տարի անց ավելի արյունալի, ավելի մեծ ծավալով հանգեցրեց խոշոր պատերազմի, որը հետխորհրդային տարածքում ամենամեծ, ամենազոհերի առումով, բազմաթիվ զոհերի տեսակետից ամենախոշոր ազգամիջյան բախումն էր։ Հիմա որևէ երաշխիք չկա, որ 10 տարի հետո, 50 տարի հետո, նույնիսկ 100 տարի հետո այս հարցը կրկին ավելի մեծ ծավալով, ավելի վտանգավոր ձևով կրկին օրակարգ չգա։ Նույնիսկ այն պարագայում, երբ որ այնտեղ հայեր չեն բնակվում։ Դա որևէ կապ չունի իմ կարծիքով, որտեվ կան պահանջատեր մարդիկ, ի վերջո Արցախահայությունը մենք խոսում ենք 100, 120, 150 հազար արցախահայության մասին, ես նախընտրում եմ խոսել ավելի մեծ քանակի մասին, մոտ կես միլիոն մարդ կա, որոնք Արցախից տարբեր ժամանակ, սկսած 90-ական թվականներից, առաջի պատերազմ, հա, սուր տարիներին, սոված տարիներին դուրս են եկել, տեղավորվել են այստեղ Հայաստանում, Ռուսաստանում, բազմաթիվ այլ երկրներում,
այդ մարդիկ անջատեր են։ Ես գիտեմ, որ դուք էլ եք շփում, հա, բազմաթիվ արցախցիների հետ։ Ես ամենայն դեպս առանձին բացառությունների, եթե հաշվի չառնենք, 1-2 հոգի մարդ, իմ բոլոր հանդիպումների ժամանակ ես զգում եմ, որ մարդիկ իրոք պահանջատեր են։ Մարդիկ պատրաստ են պայքարի հանուն իրենց ոտնահարված իրավունքների։ Հիմնական իրավունքը ապրել այն հողի վրա, որը պատկանում է ոչ միայն իրենց, պատկանում է իրենց նախնիներին։ Այդ իրավունքի համար այս մարդիկ պատրաստ են զրկանքների, պատրաստ են տառապանքների, մենք տեսնում ենք, որ այսօր մարդիկ գտնվելով Հայաստանում, գտնվելով բազմաթիվ սոցիալական բեռների տակ, հա, չունենալով որևէ հստակ օգնություն, նախընտրում են պահպանել օրինակ իրենց քաղաքացիությունը, հա, արցախյան։ Եվ ձեզ էլ կարող է հանդիպել, որ քննադատում են, ասում են ինչու են դրա հետևից ընկել եւ այլն, այդ մարդկանց համար դա իրենց պահանջի դրսևորումն է, հասկանում եք։ Այդ մարդիկ համարում են, որ դրանով իրենք պահում են իրենց Արցախը, որը ժամանակավորապես կորսված է։ Ես խնդրեմ։ Ինչ վերաբերում է, ինչու Ալիևը գնաց Մինսկի խմբի լուծարմանը։ Ես իմ գնահատականում դա ավելի շատ իրացիոնալ քայլ էր։ Գիտեք, եթե ուշադրություն եք դարձել, դա դրսևորվեց նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ բոլոր ադրբեջանական բանակի բոլոր այսպես կոչված խոշոր հաղթանակները փորձում էին հարմարեցնել այս կամ այն պատմական իրադարձությանը եւ այլն, Ալիևը խաղում է ինչ-որ սիմվոլների հետ, Ալիևը փորձում է ստեղծել նոր բան, ինչ ասեմ, հեքիաթաբանություն, հա, իր համար շատ կարևոր էր այս քայլով ցույց տալ, որ փակվել է հարցի քաղաքական էջը։ Բայց ի վերջո ԵԱԿ Մինսկի խումբը չի նախորդել արցախյան հարցի ձևավորմանը, հա։ Արցախյան հարցը Մինսկի խումբն է բխել Արցախյան հարցից։ Երբ որ մենք ունենանք անհրաժեշտություն, մենք ունենանք նոր Մինսկի խմբեր, մենք ունենանք նոր ձևաչափեր, որոնք թույլ կտան պաշտպանել մեր շահերը եւ առաջ մղել դրանց։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, չեմ կարող չկիսել ձեր այն միտքը, որ այո, գոյություն ունի նվազագույնը քո անվտանգային համակարգի համար, եթե դու չես ուզում պատերազմ իհարկե, հա, պահանջատիրության եւ նվազագույնը դիմադրելու իրավունքի իրականացում։ Հարգելի հեռուստադիտողներ, հաճախակի ասվում է, որ վայ, եսի չանենք պատերազմ սկսի, վայ, եսի չանենք պտչի սկսի։ Ասեմ ձեզ մի բան, պատերազմը սկսում է միայն այն ժամանակ, երբ որ դու հրաժարվում ես դիմադրելուց։ Չեմ ասում կռիվ սարքես, չեմ ասում գնաս ուրիշի հողը գրավես, չէ, ուղակի դիմադրելուց։ Եվ այո, այս ամբողջ գործընթացը դիմադրելու իրավունքի մասին է։ Դիմադրելու, խնդրում եմ սա շատ ուշադիր ընկալենք։ Հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր զրուցում ենք Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ, չափազանց հետաքրքիր զրույց ստացվեց, պարոն Միրզոյան։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտողներ, լսեցինք մեր հյուրերին, իմ կարծիքով չափազանց հետաքրքիր հաղորդում ստացվեց։ Տեսեք, ինչ վերաբերում է Եվրոպային։ Ուզում եմ միանգամից ընդգծել, որ սա խոսք չի Եվրոպայի դեմ կամ եվրոպացիների դեմ, բազմաթիվ հայեր են բնակվում Եվրոպայում։ Մենք ենք, հա, հիմա փարքասու սահմանները բաց են, կարող են գնալ, գալ, հա, չհաշված իհարկե վիզային խնդիրները։ Բայց այնուամենայնիվ այն Եվրոպան, որը մենք գիտենք, ինքը այլևս չկա։ Այո, ինքը չկա, որովհետև ինչ է Եվրոպան։ Եվրոպան քրիստոնեական մի, գիտեք, բնորան էր, նաև բնորան։ Հենց քրիստոնեական Եվրոպան էր իր հումանիզմի, իր տեսլականի ներքո դարձել այն Եվրոպան, որը մենք ձեզ հետ գիտենք։ Ադենաուերի, Հելմուտ Կոլի եւ այլ, հա, եվրոպական լիդերների կամ եվրոպական սենց
հրավիրաների անունների ներքո։ Այնինչ այսօր կատարվում է Եվրոպայում, այո, միանշանակ լիբերալ ֆաշիզմ է, որովհետև այլակարծություն չկա, որովհետև ամեն ինչ արդեն այնտեղ մխված է մի շատ կարևոր գաղափարի շուրջ, որ իրենք բացարձակապես ճիշտ են, իսկ մենք սխալ ենք։ Մենք ես նկատում եմ ամբողջ աշխարհը, իզուր չէ եվրոպական նախկին ղեկավարներից, Եվրոպական միության նախկին ղեկավարներից մեկը Ժոզեփ Բորելը անվանել էր Եվրոպան դրախտ, կողտել վայրի ջունգլիներ, այսինքն մենք վայրի ջունգլիներ ենք, էլի, իրենց կարծիքով։ Լիբերալ ֆաշիզմը ահավոր բան է։ Լիբերալ ֆաշիզմը այսօր հասցրել է մի իրավիճակի, երբ որ Եվրոպան այլ ազգերի եւ պետությունների ձեռքերով կամ պատերազմում է, կամ փորձում է պատերազմել նույն Ռուսաստանի դեմ։ Տեսակ Ուկրաինան ինչ օր ընկավ։ Այսօր փորձում են նույն օրը գցել Մոլդովային։ Այո, հենց այնց եվրոպացիները։ Եվ ինչու ոչ մեզ։ Երբ որ մեզ կոչ են անում, ուղղակի առճակատման մեջ մտնել եվրասիական վեկտորի հետ, ու մասնավորապես ռուսների հետ։ Մենք մտածել ենք առհասարակ, մենք մտածում ենք, որ այս արևելք, արևմուտք պատերազմի մեջ մենք իրականում պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որը թույլ կտա մեզ բոլորիս, նվազագույն Հայաստանի Հանրապետությանը, զերծ մնալ ուղղակի առճակատումից, այս կամ այլ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ, նաև այո եվրոպացիների հետ։ Սա շատ կարևոր թեմա է, կարծում եմ այս թեման մենք պետք է շարունակենք, որ խորքային պատճառները հասկանանք ի վերջո այն բոլոր գործընթացների, որոնք տեղի են ունենում։ Արցախյան հիմնախնդիր։ Եկեք միանգամից ֆիքսենք, որ այն շինծու նարատիվը, թե Արցախը շանս չուներ կամ շանսեր չուներ, դե յուրե, այսինքն իրավական առումով ստանար անկախություն, սուտ է։ Դա սուտ է, որ ինքը շանսեր չուներ։ Արցախը ուներ բոլոր շանսերը։ Եվ այդ շանսերը ամրագրված էին այն փաստաթղթերում, որոնք իշխանությունը հրապարակեց, եւ այդ փաստաթղթերում սևով սպիտակի վրա խնդրում եմ մտեք կարդացեք։ Ինձ էլ մի լսեք, դե լավ, նույնիսկ sense մի բան ասեմ, մտեք կարդացեք։ Երբ որ դուք կարդաք, դուք կտեսնեք, որ չկա գեթ մեկ փաստաթուղթ, որտեղ ամրագրված չի Արցախի անկախության իրավական առումով հասնելու հստակ մեխանիզմը։ Մնացած ընդամենը քաղաքական կոնյունկտուրայից դուրս եկած մանիպուլյացիաներ են։ Այո, պետք է շատ հստակ եւ պարզ հասկանալ։ Երբ որ մեզ ասում են, որ մեզ պետք է հրաժարվել նույնիսկ մտքից, հա, Արցախի մասով, էլի եմ կրկնում, սա կռվի հարց չի, պատերազմ, չգիտեմ ինչ, դրեք մի կողմ, էլի, չկա տենց բան, ոչ պատերազմ, ոչ բան, դրեք։ Մի բան լսենք։ Մեզ ոչ թե ասում են, որ մենք պետք է հրաժարվենք օրինակ պանջատիրությունից կամ մենք պետք է մոռանանք առհասարակ, որ մենք ունեցել ենք մեր հայրենիքը, ապա մեզ ըստ էության կոչ են անում չդիմադրել, հրաժարվել առհասարակ դիմադրությունից, առհասարակ հրաժարվել, ասելով, որ դիմադրությունը դա պատերազմ է, դիմադրությունը ընդգծում են ոչ թե մենք վրա տանք, խփենք, չգիտեմ ինչ որ բաներ խլենք, այլ մեզ են վրա տալի, խփում ինչ որ բաներ խլում։ Հիմա հարցը տրամաբանական, եթե մեզ ստիպում են կամ համոզում են, որ եթե ուզում ես խաղաղ ապրես, ուրեմն պետք է հրաժարվես դիմադրելուց։ Դիմադրելու գաղափարից մեզ փորձում են հետ քաշել։ Հարցածակում։ Իսկ ինչի են մեզ նախապատրաստում այդ բaragայում։ Այս սրա շուրջ պետք է մտածել։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ,
Մաղթում եմ բոլորին 2026 թիվը լինի առողջության, բարեկեցության, հույսի, պատվի եւ արժանապատվության տարի։ Շնորհակալություն, եթերում Աբովյան Թոքն էր եւ ես Արման Աբովյանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։